Բարի երեկո, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր իմ հյուրը քաղաքագետ Էդգար Էլբակյանն է։ Բարև ձեզ, պարոն Էլբակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդես եկավ, կարելի ասել սենսացիոն հայտարարությամբ, ասելով, որ խաղաղության ռևիզիայի դիրքերից հանդես եկող ուժերը, այսինքն ընդդիմադիր ուժերը, որոնց նա անվանում է պատերազմի կուսակցություն, պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ ծանր հետևանքներով։ Ըստ ձեզ որտեղից Նիկոլ Փաշինյանին նման տեղեկություններ եւ ինչու է կոնկրետ ամիս նշում, թե պարզապես հերթական անգամ վախեցնում, ահաբեկում է ժողովրդին հասարակությանը պատերազմով։ Դուք ճիշտ եք, դա տեղեկություն չէ, դա սպառնալիք է, շանտաժ։ Եթե կուզեք, ինչու ոչ ընտրողների կամքի վրա բռնություն, ընդհանրապես որևէ մի իշխանության պարտականությունն է, եթե դեմոկրատական երկիր է եւ իշխանությունը ձևավորում են ընտրությունների միջոցով, ապահովել այնպիսի պայմաններ, որ մարդիկ կարողանան իրենց կամքը ազատ արտահայտել։ Եթե ընդհակառակը դու իշխանություն լինելով շահագրգռված ես, որ մարդիկ այնպիսի իրավիճակում լինեն, իսկ այդպիսի իրավիճակի անունը ուժի սպառնալիքա Ադրբեջանի կողմից այդ պայմաններում կատարեն ընտրություն, հիմիկվանից եկեք գրենք, ես գրում ենք էլ հենա կամերաները գրում են, ցայնագրենք, հրապարակենք, որ ընտրությունները արդեն կեղծված են։ Ոնց որ 2021-ի ընտրությունները։ Ես հիմա այստեղ հանդես եմ գալիս իմ անունից, որպես քաղաքագետ, որպես փորձագետ, ինչ եմ սա շեշտում, որովհետև ցավոք սրտի 21 թվականի ընտրությունների արդյունքները մեծ իմաստով, քաղաքական իմաստով ի վերջո իրենք ընդունվեցին։ Հա, անդիմությունը որոշ գանգատարկումներ ներկայացրել է, դատականացյաններ, բան եւ այլն, բայց քաղաքական իմաստով այդ արդյունքները ընդունվեցին։ Խնդիր չկա, միգուցե այդպես էր ճիշտ, չեմ կարծում, բայց ով որ արել է, ովքեր որ ընդունել, ես չեմ ընդունում։ Որովհետև այդ ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություններ տարածել, որ այս իշխանությունները ի վիճակի չեն անվտանգությունը ապահովել այս երկրի, եւ Թուրքիան միջամտեց այդտեղ մեր ներքին գործերին, հասկացնելով, որ փիս-փիս բաներ կանեմ, եթե իշխանապողություն լինի։ Դրա համար 21 ընտրություններն էլ իրականում արդար չէին, եւ սրանք էլ եթե այս տեմպերով է գնալու, իսկ կյանքը ցույց է տալու, որ այս տեմպերով է գնալու, մարդկանց պիտի սպառնան, ապա ուրեմն արդար չեն։ Հիմիկվանից ֆիքսենք, որ ի սկզբանե անարդար մրցակցային պայմաններ են։ 22 թվականի պատերազմը, գիտեք, մի քիչ պետքա ցինիզմի աստիճանը քո հանրային խոսքում շատ մեծ լինի, գրեթե 100%-անոց, որ մարդկանց վախեցնես մի բանով, որի մեղավորը հենց դու ես։ Այսինքն 22 թվականի պատերազմը իմ մորոք ա եղել, Պողոսի, Պետրոսի, Փիլիպոսի ու մորոք ա եղել, ում քաղաքականության պատճառով ա եղել, իրենց Էդ էլ բան անենք ֆիքսենք, դա ինչ-որ մի հատ հին դարերի աղետ չի են, որ արդեն մոռացել ենք ով էր մեղավոր, որ թագավորի օրոք ա եղել, որ հիմա դրանով փորձում են վախեցնել, առանց պատասխանատվություն ստանձնելու։ Անգամ եթե փորձում են վախեցնել, մենք եւս մեկ անգամ հիշեցնենք, որ դա իրանց օրոք ա եղել։ Ինչ վերաբերում է խաղաղության ռևիզիային, գիտեք, հայտնի անեկդոտ կա, չէ՞, ասում են դու էլ ասա։ Հիշեք, արդեն տարիքով երկու տարիքով մարդը գնում է բժիշկի մոտ, ասում է, որ ծերունազարդ մարդու սեռական պոտենցիայի մասին հայտնի լեգենդար անեկդոտը։ Հիմա, այսինքն մարդը այդ պրինցիպով, այդ անեկդոտի պրինցիպով հայտարարում է, որ ընդդիմությունը բան է, ուզում է խաղաղություն չլինի, բայց ով ասեց։ Ընդդիմադիր որևէ ուժ այդ դիրքերից հանդես չի եկել, ընդհակառակը իրենք ասում են գրեթե բոլորը, հիմա բառերը այս իրական երաշխիքներով խաղաղություն, երաշխավորված խաղաղություն։ Երաշխիք, մերաշխիք, բանակ, այսինքն ուժեղանանք, որ մեր վրա չհարձակվեն, ըստ այդմ լինի խաղաղություն։ Եվ այստեղ պետք է այդ հարցն առաջանում, թե ինչ են պատկերացնում առասարակ խաղաղություն ասելով։ Նիկոլ Փաշինյանը ինչ է պատկերացնում խաղաղություն ասելով, արդյոք դա իրական խաղաղությունն է, եւ մյուս ուժերը իրական խաղաղությունը ինչպես են պատկերացնում, հա, այսինքն երբ նա ասում է խաղաղությունը ռևիզիային ենթարկում, այսինքն Ադրբեջանի բոլոր այդ ուլտիմատումները չկատարելը խաղաղությունը ռևիզիայի վերստուգման, վերանայման ենթարկել է, հա։ Ինքը այդ նախադեպերը ստեղծել է, Հայաստանի հետ ինքը վարվում է ոնց որ թշնամական երկրի հետ կվարվեր, գործադրում է այսպես ասած այրված հողի մարտավարություն, երբ դու նահանջում ես ինչ որ հողերից,
այսինքն դա արդեն քո թիկունքում ամենում, բայց դու այրում ես ամբողջությամբ, ջրհորները թունավորում ես, արտերը այրում ես, պտղատու ծառերը կտրում ես, որ ով էլ քեզնից հետո գա, ասի ես տիրացա այս հողին, լինի Պյուրոսյան հաղթանակ, հա տիրացար, բայց ումա պետք խմելու ջուր չկա, արտերում ցորեն չկա, բնակչություն չկա, որ նորից ցորեն ցանի, տարական մի հատ խնձորի ծառ չկա, որ գոնե մի հատ խնձոր ուտես, համ սնունդ, համ ջուր, տենց խառը մի բան ներս անես, այսինքն Պյուրոսյան հաղթանակ։ Ինքը այդ բոլոր օրականները Հայաստանի տակ դնում է, որ անգամ եթե ինչ-որ մեկը գա իրենից հետո կամ հավակնություններ ունենան իրենից հետո գալու, այսպես մի քիչ երկար մտածեն, էլի։ Ասեն մի րոպե, այս մարդը օրինակ պարտավորվել է, օրինակ գրեթե կասկած չունեմ, որ այդ թեմայով նաև նախաբանակցություններ են եղել, բայց պայմանավորվել են ընտրություններից հետո դրանով զբաղվել։ 300,000 թուրքերի, Ռամիլ Սաֆարովների հաստատում Հայաստանում։ Հիմա ասենք ինչ-որ մի ընդդիմադիր ուժ նայ, ասի լավ, ես գամ, եսի ասեմ չեմ անում, դե պետք է ասեմ, չէ՞, ես ոնց անես ինքնասպանությունը։ Թուրքերը ասեն դե հիմա հարձակվում ենք։ Դե լավ, հարձակվում են, գոնե կպաշտպանվենք, բայց մի րոպե ինչով պաշտպանվում, եթե բանակն էլ ենք հանդել։ Այսինքն ինքը գիտակցված է այս իրենից հետո հայկական հողը այրում, այրված հողի մարտավարություն գործադրում, որ հետո կարողանա կանգնել ասել, որ ես եմ ձեր խաղաղությունը։ Այսինքն քանի ես կամ, քանի ես այդ ամեն ինչը հանձնում եմ ու քանի գիտեն, որ ես եթե հենց այս պայմանով չեմ հանձնում, որ պոտենցիալ հանձնող եմ, թուրքերը ձեր վրա չհարձակվեն։ Ես մի քանի անգամ ասել եմ, որ իրեն այդ ձեր իշտակած անձին նաև այդ Ռամիլ Սաֆարովների բնակեցումն է ձեռնտու Հայաստանում։ Պատկերացրեք, չգիտեմ, հայրոտնից տեղից 2031 թվականի ընտրություններն ենք մենք sense նստած քննարկում եւ Հայաստանում այդ ժամանակ արդեն կան այդ բաները, Սաֆարովները, եւ ինքը կանգնում ասում է Ժորժ ջան, ընդդիմությունը ուզում է բան անի, ռևիզիա անի, իսկ մենք բազմաէթնիկ պետություն ենք, դուք պատկերացնում եք այդ բաները, ցեղասպանները, այդ ժամանակ արդեն կարա նույն ադրբեջանական բառերը արդեն sense լրիվ բառացի ասի, էլի ասի այդ ռազմական հանցագործները, ցեղասպանները, բաները կան իշխանության, բա այդ մարդիկ էլ են, չէ՞, մեր երկրի մի մաս, որ իրանք սկսեցին ինքնապաշտպանման նպատակներով հելնել ձեր տները, ձեր խանութները ջարդուփշուր անել, ձեզ ով է դեր կանգնելու։ Ես եմ ձեր բանը, երաշխիքը։ Այսպիսի բաներ եղել են։ Երբեմն մեր հանրային դաշտում տես տարածված կարծիք կա, որ ոչ մի ժողովուրդ այս տեսակ ղեկավարություն չի ունեցել, որ երկիրը ոչնչացնի, բան իսեր աստո, ասենք Կամբոջայից մինչև Աֆրիկա նենց լուրջ դեմքեր են եղել, միլիոն լուրջը ճակերտավոր, Իդի Ամին, Պոլ Պոտ, որ ասենք իրենցից բնակչության մեջից միլիոնավոր մարդկանց են բան արել, սպանել։ Բայց մենք այդ վիճակում ենք։ Այսինքն սա ասում եմ, որ մեր վիճակը աննախադեպ չի, բայց հələ տեսեք ուր տարա համեմատությունը, ժամանակային առումով տարա սառը պատերազմի դարաշրջան, մեր օրերից արդեն իսկ հետ գլորվեցինք, եւ նաեւ ասենք, չեմ ուզում ասել քաղաքակրթական զարգացման առումով բան, հիմա ամեն երկիր իր չափով երկիր է, բայց վիճակի առումով, հա, մենք հասանք մի հատ համեմատության մեջ, որտեղ ղեկավարները սպանում, խոշտանգում, տանջում էին իրենց իսկ բնակչությանը։ Մենք մոտավորապես այդ վիճակում ենք։ Բայց կարծես թե այլ բնույթի ղեկավարության հետ, հա, գործում ենք, որտեղ բռնատերերը մի քիչ ուրիշ են, իհարկե այստեղ էլ ավտորիտարիզմի, չգիտեմ, բռնատիրության որոշակի էլեմենտներ կան, եթե համեմատենք նույն այդ հայտնի դիկտատորների հետ, ինչ կասեք։ Չէ, ես մի դեպքում այդքան էլ չեմ համաձայնի, որովհետև մենք հետո հետահայաց, ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, օրինակ, եւ մտածում ենք լավ ոնց կարելի համեմատել օրինակ Ղազաֆին, որ ամեն դեպքում զինվորական էր, բաներ, դիկտատոր էր եւ այլն, այո։ Օրինակ իր հետ, կամ Ստալինի իր հետ, կամ թեկուզ Ստալինին, հա։ Գիտեք ինչն է ընդհանուր գրեթե բոլորի դեպքում, որ այ իրանց բոլորին ժամանակին, երբ որ իրանք այդ դիկտատորական աստիճանասանդուղքով բարձանում էին, իրանց բոլորին լուրջ չեն ընդունել։ Հիմա եթե մենք հետ գնանք 1921 թվական, հատկապես Ստալին, այո։ Հա, գնանք Կամենևին, Զինովիևին, բանին, ասենք, գիտեք Տրոցկուն, ասենք, գիտեք որ Ստալինը հեսա մի 10 տարուց դառնալու է, 15 տարուց միանձնյաց երկի ղեկավարը, դուք եք գնդակահարված եք ելնելու, ասեն լավ ախորպես ռուսերեն չի կարող խոսա։ Բան չի ինքը, Էրիկ Չորուսեն չի կարող խոսա, իդեոլոգ չի, այսինքն ինքը ինչ, մենք ենք կանգնած մարքսիզմի բանի ակունքներում, այնի տարերը հազիվ երևի գիտի, բայց եղավ այնինչ եղավ։ Այսինքն ի վերջո դիկտատորության, բռնապետության
ուժը ինքնին անձից չի գալիս։ Այդ հետո քարոզչությունը դեմոնիզացնում է պարզա մարդուն, Իցի ամինը կլինի, Պոլ կլինի, Ստալինը, Հիտլերը, ուզմա լինի, եւ երբեմն նրանք իրոք այո կամ այն ուժեղ հատկանիշներով մարդիկ են, բայց երբեմն նաև շատ վախկոտ մարդիկ են։ Իրանց բռնապետը դարձնում համակարգը, սոցիալական իրողությունները, ժամանակաշրջանը, արտաքին իդեպ բանը, դերակատարությունները, այդ բանի աֆրիկյան օրինակ բռնապետերը սառը պատերազմի դարաշրջանի, եթե բոլորը կամ Ամերիկայի կենտրոնական հետախուզական վարչության կամ եվրոպական հատուկ ծառայությունների դերացողներն էին։ Դա մի տես վիճակի մեր մոտ է, էլի։ Այսինքն անձնային հատկանիշները երբեմն կարող են էական լինել։ Կան տենց մարդիկ, նույն Հիտլերը, Ստալինը, իրանք նաև, ասենք, ձիգ մարդիկ էին, կռված էր կոնկրետ Հիտլերը, Ստալինը տենց գլուխ պահելով, իսկ Հիտլերը հենց խրամատային կռված էր։ Բայց դա չի էականը։ Էականը այն համակարգն է, որի վրա իրանք այդ կառուցում են։ Բայց Հիտլերին, Ստալինին դերևս դժվար է ամեն դեպքում դավաճան անվանել, բոլոր իրենց մերձաներով, մեղքերով եւ դավաճանը։ Ոչ թե դժվար է, այլ անհնար է։ Համաձայն եմ։ Այդ նկատի ունեի, հա։ Դե եմ ասում, մենք մի քիչ շատ ավելի բան վիճակում ենք, էլ տխուր վիճակում ենք։ Եվ եթե նայենք, ասենք Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 8 տարիներին, եթե հակա ուտոպիական սյուժեի սցենարով գնանք, ինչ տրանսֆորմացիայի կարող է ենթարկվել Փաշինյանի իշխանությունը, եթե ինչպես այսպես վատագույն սցենարով գնա անդիմության համար, ընտրությունները կեղծվեն, կարող է վերածվել հերթական Լուկաշենկոյի կամ, չգիտեմ, Սադամ Հուսեյնի կամ Կադաֆի։ Դե տեսեք, մենք անուններ թվարկեցինք անտեսելով մի բան, հիմա չանտեսենք, դա էլ հիշատակենք, որ ամեն դեպքում որևէ մի կամայական համեմատություն ինքը երբեք իդեալական չէ, ընդհակառակը ցանկացած համեմատություն ունի շեղում իրականությունից, որովհետև ինչքան էլ կաղապարները, պատեռները կրկնվեն, բայց իրավիճակները տարբեր են, էլի։ Դե համար հիմա արդեն ֆիքսվենք մեր օրինակի վրա։ Այստեղ ես համաձայն եմ ընդհանուր առմամբ, այսպես հավաքական ընդդիմադիր դաշտում թևածող տրամադրությունների հետ դեռ 2020 թվականից ինքս էլ իմ համեզ նպաստն եմ բերել, որ այդ միտքը առաջ գա, որ ոչ թե հերթական ընտրության կամ սովորական ընտրության հետ գործ ունենք, ներկայական պայքարի հետ ոչ թե գործ ունենք, այլ ազգային ազատագրական պայքարի Հայաստանի առնվազն Հայաստան բովանդակային իմաստով լինել չլինելու, այսինքն Հայաստան մնա, թե դառնա հակահայաստան, ասես անունը լինի, ամանումը չլինի, այդ գնահատականների հետ համաձայն եմ, ինչ կլինի, եթե ուզում եք վատատեսական սցենարից խոսենք, խնդիր չկա, խոսենք, ինչ կլինի, եթե այո, խախտումներով ինքը այսպես ասած վերընտրվի, գիտեք, միանշանակ չի պատասխանը։ Ամեն ինչ կախված է նրանից, հիշում եմ, այս տարվա նոր տարոներ կարծեմ Facebook-յան մի օգտատեր գրել էր ինչ կմաղթեիք Հայաստանին, ես գրել էի ազգային քաղաքական սուբյեկտայնության պահպանում։ Խոսքս նամասներ, որ այն Հայաստանը, որ մենք նկատի ունենք, իր պահանջատիրությամբ, իր ազգային իրավունքներին տերկանգնելու ցանկությամբ, պիտի ունենա ինչ-որ քաղաքական ներկայացվածություն։ Դե եթե դա պետական չի, ապա առնվազն գոնե ոչ պետական մակարդակում, դիմադիր մակարդակում դա պիտի պահպանվի։ Հիմա կախված է նրանից, թե լավ, եթե այդ մի արհավիրքն էլ եղավ, ազգային, հասարակական, քաղաքական, հոգևոր բոլոր տեսակի սուբյեկտները պարզ անհատներից սկսած, կուսակցություններով, չգիտեմ, ՀԿ-ներով, հիմնադրամներով վերջացրած, ինչ արագությամբ, ինչ որակով իրենց մեջ ուժ կգտնեն շարունակելու պայքարը։ Հասկանալով, որ սա երկարատև ինչ-որ մի բան է դառնում, ես շատ ջուր է տանում ես խմորը եւ պետք է շարունակել։ Կամ հակառակը, դե այս ոնց որ պայքարի ճանապարհն էր, այսինքն ցախողում, հետո ամիևնույն է պայքարի շարունակում, եւ հակառակը այն ամենավատատեսական սցենարը, եթե այդ ուժը չգտնեն։ Ցանկացած դեպքում կա այս պահին երկու անելիք, որ ես տեսնում եմ ազգային ուժերի համար, քաղաքական լինի, հասարակական, մշակութային ինչ ուզում լինի։ Այդ միասնականությունն է եւ սխալներ թույլ չտալը։ Ուղղակի սխալ, որովե մի սխալ։ Հայտնի անեկդոտ կա, չէ, որ
Նապոլեոնը բարկանում է իր ենթականերից մեկի վրա, ասում է ֆրանսիական անեկդոտա տարբեր մարդկանցով կա, հենց Նապոլեոնով, Նապոլեոն երրորդով, Թալերանով, ումով ասես կա, դեռ անեկդոտա։ Ասում է դու ավելի կոպիտ բան ես թույլ տվել, քան հանցագործությունը, դու սխալ ես թույլ տվել։ Սխալներ պիտի թույլ չտան ընդդիմադիր ուժերը, որևէ մի տեսակի սխալ խոսքի մեջ, գործի մեջ, կատակի մեջ, հարցազրույցի մեջ, տեքստի մեջ։ Այս մեկ եւ երկրորդ միասնականությունը։ Ցավոք իրերի դասավորությունը կոնֆիգուրացիան այնպեսին է, որ ավել բան, որ ընդդիմադիր ուժերը կարող են անել, ես չեմ տեսնում։ Օրինակ ասված մի արած, եթե վաղը զարթնենք, լավ վաղը ոչ աշխատանքային օր է, երկուշաբթի զարթնենք եւ իմանանք, որ արտադրության նախարարությունը գիտեմ դատախազությունը միջնորդություն ուղարկել կամ ինքնավորոշում կայացրել, այդ նեղ ընթացակարգերին ծանոթ չեմ, բայց արտադրության նախարարությունից է սկսում X ընդդիմադիր կուսակցությանը զրկելու կուսակցության կարգավիճակից։ SSS հիմնավորումներով գործը արդեն բացվել է կամ բացվելու փակվել է, որոշումը կայացված է, ենթադրենք։ Ինչ է մեր անելիքը։ Բնականաբար ինչ որ դիմադրություն, չէ՞, փորձել դա չեղարկել։ Դե հիմա հնարավոր է այդ դիմադրությունը առանց միասնականության, առանց ճիշտ քայլերի։ Մեր բաները, քայլերը շատ սահմանափակ են, էլի, որտեղ ի սկզբանե անբարենպաստ մեկնարկային դիրքերից ենք հանդես գալի, ոնց որ թշնամին սարի վրա նստած լինի, իսկ մենք ստորոտում փորձենք այդ սարի գագաթին հասնել։ Դրա համար միասնականության թեման, որ երևի 2-3, ես հիմա արդեն քանի տարի խոսում ենք, ինքը շարունակում է մնալ արդիական, անգամ եթե մարդիկ տարբեր ցուցակներով են մասնակցում այս ամեն ինչին։ Իսկ այս դա է ուզում հարցնել, ինչպես եք պատկերացնում այդ ինչ ձևաչափով ընդդիմության եւ ավելի լայն առումով հանրության ազգի միասնականությունը միավորումը։ Այսինքն պարտադիր չէ, որ մեկ ընդհանուր դաշինքի մեջ լինեն կամ քաղաքական միավորման կամ որևէ շարժման, իհարկե ընտրություններին ընդառաջ։ Ընդհանրապես միասնականությունը ինքը նույնպես կառուցվածքային պատճառների շնորհիվ հնարավոր դառնում մեծ չափով եւ այո, որքան էլ դա ուտոպիան երևի ամենաճիշտ բառն է, որքան էլ դա ուտոպիստական է հնչում եւ երեք էր ուտոպիստական հնչում, առավել եւս այսօր եւ վաղը էլ ավելի ուտոպիստական է հնչելու, բայց միևնույնն է, ես որ իմ հասարակական դիրքորոշումը հերթական անգամ ընդգծելու համար ուզում եմ կրկնել այդ ուտոպիան, որ այո, ամենաճիշտը կլիներ, եթե լիներ մեկ ընդդիմադիր ցուցակ։ Դաշինք, դե բնականաբար, այսինքն այդքանը մի կուսակցություն չէ լինի, բայց մեկ սուբյեկտ։ Անկախ նայած որ սա ուտոպիա է, սա ուզում շեշտած լինել։ Եվ այդ դեպքում միասնականություն շատ ավելի հեշտ կլիներ, որտեղ դե արդեն բոլորը մի նավի մեջ են, բառի ամենաբուն իմաստով։ Եթե դա չկա, ապա մնում է երկրորդ գործոնը, որ կարող է այդ միասնականությունը կյանքի կոչվել, արդեն քաղաքական գիտակցությունը եւ քաղաքական կամքը։ Այսինքն ճիքը բոլորի կողմից համահավասար հասկանալու, ընդունելու եւ ըստ այդմ գործելու, որ տարբեր սուբյեկտներով, տարբեր ցուցակներով հանդես գալուն հակառակ, միևնույնն է կա ինչ-որ ռազմավարական մակարդակ, որտեղ պետքա խոսքի գործի միասնականություն։ Ոնց որ եղավ ամիսներ առաջ եկեղեցու պաշտպանության դրվագում։ Ուղղակի այնտեղ ամեն ինչ ավելի հեշտ էր, որովհետև կար քաղաքական սուբյեկտներից դուրս մի հատ սուբյեկտ, նվիրական, սակրալ, ու շատ հեշտ էր դրա շուրջ բան անել։ Այնտեղ մեկը մյուսից ձայն տանելու հարց չկար, էլի։ Այդ շատ հեշտ էր կառուցվածքային առումով։ Հիմա այդքան էլ հեշտ չի, որովհետև ընտրություններ նշանակում է, որ զուտ մաթեմատիկորեն բոլորը պայքարում են բոլորի դեմ, որովհետև տեսականորեն, հավանականության բանով, սկզբունքով ամեն մեկ յուրաքանչյուր վերցրած մեկ ընտրող է, ընտրող մեկ, ասենք ձայնը տեսականորեն կարող է բոլորին գնալ, ասենք քանի հատ x ուժա լինում, այդ x-ից յուրաքանչյուրին կարող գնա։ Հետևաբար բոլորը ըստ սահմանման ապրիորի բոլորը պայքարում են բոլորի դեմ։ Սա այն ստրուկտուրան չի, որը կար եկեղեցու պաշտպանության ժամանակ։ Դրա համար այստեղ շատ արդեն ավելի մեծ ճիգ, քաղաքական կամք, գիտակցություն է պետք, որ լավ, այդ հասկացանք, բայց փորձենք ինչքան հնարավոր է դրանից վեր կանգնել եւ գործակցել, միասնական լինել ամենակրիտիկական պահերին, բացի որ իրար չտիրախավորել, իրար հետ համագործակցել եւ այլն։
Քանի որ մենք խոսեցինք 2021 թվականի ընտրությունները եւ շատ հանրային գործիչներ ընդդիմադիրներ, ասենք, մեծ ափսոսանքով են հիշում այդ իրադարձությունները, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի գուսակցությունը Արցախի այդ պատերազմից հետո եւ փաստացի կապիտուլյացիա ստորագրելուց հետո կարողացավ վերընտրվել։ Իմաստ ունի արդյոք անցյալը փորփրել վերլուծել այդ իրադարձությունները, հետագա սխալները թույլ չտալու կամ առաջիկան կանխատեսելու համար եւ ինչ է կարծում, գուցե ճիշտ չէր այն ժամանակ ընդդիմության կողմից ընտրությունների գնալը եւ ինչու Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կարողացավ գոնե այդ պարզ մեծամասնությունը ստանալ եւ աստորեն իշխանությունը վերարտադրել 2021 թվականին։ Եվ երկրորդը, եթե Փաշինյանի այն վերոհիշյալ հայտարարությանը մեկ այլ տեսանկյունից նայենք, ինչ է կարծում, ինչու է այսինքն այդ տեղեկությունները նրան որտեղից հնարավոր է հենց ինքը տարածաշրջանային իհարկե իրավիճակը հաշվի առնելով հետախուզական, չգիտեմ, օպերատիվ տեղեկություններ ունի, որ ինչ որ բան է սպասվում, կամ Ալիևն է նրան փոխանցել, սպառնացել, որ եթե այսպես լինի, ապա ինքը այս քայլերին կգնա, ինչ է կարծում։ Եկեք վերջի հարցից գամ եւ այսպես կարճ այդ մեկին փորձեմ պատասխանել, հետո առաջի հարցը առհասարակ 94 թվականի մայիսի 12-ից սկսած ցանկացած օր պատերազմ կարող էր լինել եւ եղան օրեր, երբ որ եղավ եւ 2016 թվականին եւ 20 թվականին խրամատային միկրոպատերազմներ, ասենք 14-15 թվականին են եղել եւ այլն եւ իհարկե 23 թվականին այսինքն եթե այդ մակարդակում ենք վերլուծում ամեն օր կարող պատերազմ լինի, որովհետև կա Ադրբեջան եւ նրա թիկունքին Թուրքիա, որոնք խնդիր ունեն Հայաստանը վերացնելու։ Այդ ամենաբարձր մակարդակը։ Երբ որ իջնում ենք արդեն մանր մակարդակի վրա, ձեր ասած հայտարարության, կոնկրետ այդ հայտարարության վալիդության, այդ բավարարվեմ հիշեցնելով, որ 2024 թվականի ապրիլին էլ ձեր հիշատակած անձը ասում էր, որ եթե հողերը չհանձնենք, դե դրան հիմա շաբաթվա վերջ մոդայիկ բառով դեմարկացիա են ասում, բայց այդ դեմարկացիա չի հողերի հանձնումը։ Հա, մի շաբաթից շաբաթվա վերջ կարող հարձակվեն։ Իդեպ հողերը չհանձնվեցին այդ ժամկետում, բայց հարձակում էլ չեղավ, բայց այդ էլ մի կողմ թողնենք, ֆիքսենք, որ ուղղակի շանտաժի, սպառնալիքի ձև է։ Էլի եմ կրկնում, ցանկացած ես հատուկ եմ սա ուզում շեշտադրել, որ մեր ժողովրդի համար էլ պարզ լինի, թե ինչ աստիճան անհարգալից վերաբերմունք ունեն այս դեֆակտո իշխանությունները իր հանդեպ, մեր բոլորիս հանդեպ, դեռ ցանկացած իշխանության պարտականությունն է պատերազմի տվյալ երկրի դեմ ոտնձգության հավանականությունը նվազեցնել։ Եթե մի իշխանություն սկսում է սեփական ժողովրդին վախեցնել պատերազմով, դա էլ ազգային իշխանություն չի, դա թշնամու հետ համագործակցող կոլաբորացիոնիստական ռեժիմ է։ Սա այս մասով փակեցինք։ Հիմա 21 թվականի մասով նայեք, անցյալը պետք է չփորել ցանկացած դեպքում, բայց դուք էլ ձեր հարցի մեջ շատ կարևոր բանալի բառ ասացիք, վերլուծելու եւ դասեր քաղելու համար։ Ես չեմ տեսնում մեր քաղաքական դաշտում այդ մոտիվացիան անցյալը չփորելու, անցյալը չփորվում է, տեղը տեղին լավ բաբաթին չփորվում է, բայց դա ինչ որ դասեր քաղելու բանի համար չի։ Բոլորը ունեն իրենց քաղաք դասերը, իրենց բաժին ճշմարտությունը կամ դերա ճշմարտությունը, ճշմարտության փոխանակը եւ անցյալի այս կամ այն դրվագը հատվածական օգտագործում են մասամբ ճիշտ, մասամբ մի քիչ ծռմռելով, համապատասխանեցնելով իրենց արդեն իսկ ունեցած դերա ճշմարտությանը պնդելու սեփական թեզը։ Այսինքն սա անցյալի քչփորում չի դասական, այսպես ազնիվ իմաստով, որ լավ հասկանանք ինչ սխալ գնաց։ Այդ սխալի ու ճշտի բաները, կողմնորոշումները բոլոր իրենց դարակներում ունեն, իսկ անցյալը ընդամենը միջոց է բան անելու համար, իրենց ճիշտը հիմնավորելու։ Իսկ որ ասում եք 21-ին ընտրություններ, 21-ի ընտրությունները եղան ներքին եւ արտաքին կոնսենսուսի պատճառով։ Երբ որ եւ ներսում եւ դրսում կոնսենսուս եղավ, որ լավ թող ընտրություններ լինեն, այս վիճակը փակվի, անցնենք առաջ։ Ակնհայտորեն այդտեղ կար նաեւ կոնսենսուս Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան, Թուրքիա եւ նաեւ Հայաստանի ներսում։ Ներեցեք այստեղ մի հավելում անեմ եւ ինչպես Փաշինյանին հաջողվեց Արցախը հանձնելու մեղքը բարթել ընդդիմության վրա։ Հանրային, այսինքն ընտրողների ընկալման մեջ էլ առնվազն։ Ճիշտ եմ, չէ՞, ես հասկանում։
Ես այդքան բացարձակ պնդում չի անի, բայց այո, ամեն դեպքում իրենք այդ ուղղությամբ աշխատել են եւ ինչ որ հաջողության հասել են, ցավոք սրտի, բայց դա եթե պատասխանել եմ ձեր հարցին, քարոզչական աշխատանքի արդյունավետության մասին է խոսում կամ հակառակ կողմի պատասխան կամ նախահարցակ աշխատանքի անարդյունավետության։ Այստեղ մեծագույն խնդիրը, որ այն կողմից կա կուր սուբյեկտ, ըստ դա միայն հենց իշխանությունները չեն։ Առանձին դեպքերում այո, միայն իրենք են հանդես գալիս, բայց ավելի մեծ մետահարցերում այնտեղ կան նաև արբանյակները, արևմտյան ազդեցության բաները, փափուկ ուժի միավորները, սուբյեկտները, որոնք պետք եղած ժամանակ ժողովրդին հասցնում են մեկ հստակ ուղերձ։ Իրենց ատելության օբյեկտները, ատելության կերպարները նույնն են, ընդհանուր են, իրենց նարատիվները եւ մետանարատիվը հստակ է։ Այս կողմից կա ֆրագմենտացած տրոհված մի հատ սուբյեկտ, այն ինչ որ մենք անվանում ենք ընդդիմություն կամ ազգային դաշտ, ինքը կա։ Դե մյուս կողմից չկա, որովհետեւ ֆրագմենտացած է։ Դուք գիտեք, բոլորը գիտեն, որ նույնիսկ 2018 թվականի տեղի ունեցածի բացատրությունները հենց ազգային դաշտի ներսում տարբեր են։ Այսինքն այստեղ ոչ թե մեդիայի խնդիրն է, իրանք ունեն 128 հատ fake ալիք, մենք ոչ մի հատ կամ հազիվ 8 հատ։ Չէ, քարոզչության ուժը գալիս է ուղիղ համեմատական է այդ քարոզչությունը պատվիրող, այդ քարոզչությունը իրականացնող քաղաքական սուբյեկտի ուժին։ Այստեղ քաղաքական սուբյեկտի ուժի մեջ է հարցը, դրա համար ես որ վերադառնամ այն հին ասածից, որ ասացի լավ, եթե հունիսի 8-ին զարթնենք եւ Աստված մի արած տեսնենք փոփոխություն դրական չկա։ Հաջորդ քայլերը, այլ մեր քայլը պետք է լինի, որ մեր ազգային քաղաքական սուբյեկտը այսքան թույլ չլինի, այսքան պարակված, այսքան տրոհված, որ արդեն երբ որ հերթը մի հատ էլ գա քարոզչության, չկարողանա մեկ բան հասցնել, հա, մարդկանց մեկ թեզ օրինակ։ Իսկ իրանք մեկ թեզ են հասցնում։ Եվ այս թեմայի որպես շարունակություն Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտարարությունը այս շաբաթվա, որ Հայաստանում տեղակայելու են հիբրիդային արագարձագանքման խումբ, այսպես ասած հիբրիդային սպառնալիքներին կամ արտաքին միջամտության դեմ պայքարին աջակցելու նպատակով։ Այս առաքելությունը Եվրամիության ըստ ձեզ ինչ վտանգներ է ներկայացնում հենց նույն ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը։ Առաջին սա վտանգ է այնքանով, որ Հայաստանի ինքնիշխանության վերջին փշրանքները, ինչ որ մնացել է դրանից, էլ ավելի անգամ ընտրվում, այդ փշրանքներն չեն մնում, որովհետև էլի, ինչպես ցանկացած իշխանության պարտականությունն է անվտանգություն ապահովել, խաղաղություն ապահովել եւ նաեւ արդար ընտրություններ, այնպես էլ Հայաստանի դեպքում։ Հիմա եթե դու դա չես կարողանում անել, այսպես ենթադրաբար դիմում ես օտարերկրյա ուժի, բա ուր է ինքնիշխանությունը։ Սա հատուկ եմ ուզում շեշտել, որովհետև իրենք ինքնիշխանության պիտակը քաշել են իրանց վրա, բայց այդտեղ պիտակն է մենակ, այն բուն ապրանքը չկա, չէ՞։ Յառլիկը իմաստուն է, ապրանքի վրա է։ Իրանք յառլիկը քաշել են իրանց վրա, հա, իբր հանդես են գալիս ինքնիշխանության դիրքերից։ Բայց ինչ են իրենք անում։ Իրենք փաստորեն դե յուրե իրենց սահմանադրական օրենսդրական պարտականությունը, ինչ որ մի իշխանություն է, չէ՞ նշանակում ընտրությունների այդ բանը ինքը դեռ իշխանություն է եւ իր պարտականությունն է օրենքով ապահովել այդ ընտրությունների համակողմանի արդարությունը։ Ըստ ուրեմն նաեւ որոշակի սահմանափակումներով հենց իր վրա, որպես գործող իշխանություն ավելի ուժեղ եւ կարգավորելով նաեւ որ հա ընդդիմությունն էլ խախտումներ չանի։ Այն ասում մեռնեմ օրենքի զորությանը։ Բայց փաստորեն իրենք այդ պարտականությունն էլ չեն կարողանում կատարել եւ դա իրենց սիրելի բառով ասած արտապատվիրակում են, իսկ իրական հանձնում են իրենց ամբողջ իշխանությունը հանձնելու մասին է օտարերկրյա ուժի։ Իսկ օտարերկրյա ուժը ուղղակի իր շահը ունի, այստեղ հստակ է արևմուտքը ուղղակի Հայաստանը օգտագործում է որպես ֆորպոստ պլազդարմ Ռուսաստանի դեմ պայքարելու համար։ Ուզում ես Ռուսաստանի դեմ պայքարես, գնա Ռուսաստանի դեմ ուրիշ դե պայքարի։ Ռուսաստանի անունը չեն տալիս, դա է շատ հետաքրքիր, թե արտաքին հետախուզության հայտարարության։ Գրեթե տալիս են, հա դե գրեթե տալիս են, չի մասնա խոսքը։ Այդ ինչ ազդեցությունից պիտի բանանի, հա, ինչ օտարերկրյա ներթափանցումից պիտի կանխի։ Ակնարկում են, բայց այսպես տեսեք, մենք հիմա sense մի քիչ էլ ասում խոսում բան ենք անում, ցիցավում ենք, բայց այդ ինչ ռիսկեր է դա պարունակում։
կհավաքեն ինչ-որ մի հատ փաթեթ, մանդատ ունեցող կառույց է։ Հայաստանի ղեկավարությունն է հրավիրել իրանց այդ հիբրիդ նոցը, արագ արձագանքման հիբրիդ նոցը։ Կհավաքեն ինչ-որ բան, դեպքերի փաթեթ, կասեն օրինակ Facebook-ում մի հատ fake page ենք տեսել, ասում էր բանա, քվեարկեք ես ինչի օգտին, ինքը fake page է, բանն էլ Facebook-ի կարգավորումներն էլ ցույց են տալիս, որ օրինակ Ռուսաստանից է գործում։ Ինչ որ մի մարդ Ռուսաստանից եկել է, գնացել է անդրատեղամաս, օրինակ բան արել, ընտրություն է կատարել։ Այսինքն մի քանի անեկդոտային դեպքեր կհավաքեն, մի երկու հատն էլ միգուցե նաև այսպես սկանդալային, մասկի շոուներով ուղեկցվող բանով, ասենք մարդուն аэроպորտում կբռնեն, կասեն բանա, դու գործակալ ես, էլ եկել ես ընտրության, չհասկացենք այդ մարդը Հայաստանի քաղաքացի չի։ Այդտեղ սաղից զրկեք քաղաքացիությունից, ոնց որ արցախցիներին պրծնենք ես, բերեք թե թուրքերով լցրեք, միանգամից բաց մարդիկ է տենան, ձեր ուզածը ինչ է։ Եվ սրա հիման վրա կասեն, որ ընտրություններում տեղի ունեցել բան, օտարերկրյա միջամտություն, բան եւ այլն, ու արդեն ոնց որ Մոլդովայի դեպքում եղավ։ Ու արդեն այդտեղ գործողության ազատություն կստանան, ցանկացած մի ապօրինություն անելով, կամայականորեն, չգիտեմ, երկրորդ փուլ նշանակելու կամ արդյունքները անվավեր ճանաչելու։ Հա, հիմա դե էլ եմ ասում խոսում խնդում ենք, բայց ռիսկերը շատ լուրջ են եւ եթե ազգային ուժերը, ընդդիմադիր ուժերը, ով իրան ոնց համարում է, հակաիշխանական ուժերը, իշխանափոխություն իրականացնելու հավակնություն ունեցողները, պիտի այսպես տրոհված, ֆրագմենտացած, ներքնապես թշնամացած գնան այս զարգացումներին, կանոն չգնանել, որովհետև այդ ռեպրեսիվ մեքենայի դեմ եկեղեցու պաշտպանությունն էլ դա ցույց տվեց։ Կա բնավ ոչ սպառիչ, բնավ ոչ իդեալական, բայց մեկ օպտիմալ լուծում՝ միասնականությունն է։ Բայց լավ, դուք ինչպես եք հանրային տրամադրությունները զգում, որովհետև ենթադրում եմ, որ լավ ծանոթ եք թե սոցիոլոգիային, թե տարբեր հարցումներին, ուսումնասիրություններին, ինչքան աջակցություն ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եւ մյուս ընդդիմադիր ուժերը, ում աջակցությունն է ավելի բարձր։ Հանրության շրջան։ Նայեք, հա, սոցիոլոգիական տվյալների, վիճակագրական տվյալների տիրապետում եմ նաև գործի բերումով հայկական նախագիծ կազմակերպությունը, որի համահիմնադիրը լինելով պատիվն ունեմ ես, նույնպես իրականացնում է սոցիոլոգիական հարցումներ, նախորդ երկուսը եղել են անցած տարվա աշնանը հոկտեմբերին եւ այս տարվա ձմռանը փետրվարին։ Ես որևէ արդյունք չեմ ասի, որովհետեւ դրանք ֆիքսել են այդ պահի վիճակը։ Ոնց է, չէ՞, ուզում ես սկրինշոտ անես վիդեոն, հազիվ հասցնում ես, բայց կես վայրկյան հետո արդեն կադրը փոխվեց, ուրիշ կադրը։ Այնպես որ անիմաստ է ես հիմա դրանք ցիտեմ, փոխարենը ես կարող եմ ցիտել, հղում անել դրանց մատնանշած դինամիկային, որ այո, այս իշխանությունների վստահության, աջակցության աստիճանը նվազում է։ Ուղղակի այնքան ժողովրդական ասած մուխանատ բան է, այդ առանձին վերցրած սկրինշոտին կամ թեկուզ երկու սկրինշոտ իրար հետ համեմատելով հղում անելը, որտեղ ինքը կարող է ավելորդ լավատեսություն կամ հակառակը ավելորդ հոռետեսություն տա։ Ես հետևյալ պնդում կարող եմ անել, որ եթե ընտրությունները իրապես քաղաքական ողջամտության սահմաններում արդար անցնեն, այս իշխանությունները չեն վերընտրվի։ Բայց մյուս կողմից էլ էս իմ ասածը անտեղի է ինչ որտեղ, որովհետև այդ ընտրությունները արդեն արդար չեն։ Իրանք արդար չեն, ինչ ասեմ, առնվազն, եթե շատ հետ չգնանք, առնվազն անցած տարվա ամառվանից։ Երբ որ օրինակ Սամվել Կարապետյանը ասաց մեր ձևով, դա որակվեց որպես համադրական կարգը տապալելու կոչ, եւ մարդը մինչև այսօր քաղբանտարկել է, լինելով ընդդիմադիր ամենամեծ ուժերից մեկի ղեկավարը։ Հիմա ես ոնց կանգնեմ, ասեմ Ժորժան, գիտեք, եթե լրիվ արդար եղավ, իրանք կկրվեն, արդեն արդար չի։ Դրա համար վերադառնում եմ այդ բանին, շատ գործիքակազմ ընդդիմությունը այստեղ չունի։ Տարաշրջանն է ուրիշ, միջազգային պայմաններն են ուրիշ, գործիքներից կային, ինչ որ կա։ Լավ օրից չի վերջո, որ գնում են ընտրությունների։ Այնպես չի որ բոլոր գնացողները կամ նրանք, որ դեռ կհայտարարեն, որ գնում են, իրանց սրտով է այս վիճակը։ Բոլորն էլ հասկանում են, որ ժողովրդական ասած, թե մի բան այն չի, այսինքն ոնց կարելի է երկիրը հանձնածի հետ, կոլաբորանտի հետ գնալ ընտրությունների իր իսկ նշանակած օրով, ամսաթվով, իր գործ ու գլուխ լինելով,
լավ ուրիշ չի որ դրան գնում են, բայց հասկանում ենք որ էդ է եւ այդ անել ամեն դեպքում կանոններ ունի։ Էլ եմ ասում, որևէ մեկը եթե այլ կարծիք ունի, խնդրեմ հրավիրեք, թող գա հիմնավորի միասնականությունից եւ սխալներ թույլ չտալուց զատ, ես այլ գործիքակազմ չեմ տենում, որով ընդդիմությունը կարա հաղթանակի շանսը մեծացնի։ Այսինքն կարծում եք, որտեղ ինչ լինի, համեմատել օրինակ Իվանիշվիլի իշխանության գալու փորձի հետ, հա, երբ այն ժամանակ էլ ենթադրում եմ, որ անհավասար պայմաններ են, բայց ամեն դեպքում կարողացավ նա ընտրություններով փոխել, քանի որ կարծում եք, որ միջազգային իրավիճակը ես որքանով որ տեղյակ եմ, չես կարող ամեն բանի մասնագետ լինել, բայց կարող ես խոսել մասնագետների հետ։ Որքանով ես տարբեր տարիներին խոսել եմ մասնագետների հետ, գիտեմ հետեւյալը, որ այդ ժամանակ Իվանիշվիլի ընտրությունների ժամանակ ուղղակի Սաակաշվիլին կորցրեց Ամերիկայի աջակցությունը այն իմաստով, որ իրեն թույլ չտվեցին ընտրությունները կեղծել։ Սա ամեն դեպքում իմ պնդումը չի, ես Վրաստանի մասնագետ չեմ, բայց սա ես լսել եմ մի քանի տարբեր մասնագետներից, այնտեղ ապրած գործիչներից, փորձագետներից եւ այլն, որ ուղղակի ինքը կորցրեց այդ մենաշնորհը ընտրություն կեղծելու, այդ քաղաքական աջակցությունը ինքը կորցրեց Ամերիկայից այս կամ այն պատճառով չխորանանք, այդ եւ եղավ այն եղավ։ Հայաստանի դեպքում ես չեմ տեսնում այդ ընդհակառակը հենա դուք եք նոր հիբրիդ նոցի մասին հարց տալիս, ֆենսի այց, ես վերջերս արևմտյան կառույցներից մեկն էր, որ իբր ուղեղային կենտրոն, իրականում այսինքն բան պետական փաստացի պետական շահ սպասարկող սուբյեկտ, ով չեմ հիշում ինչ հետազոտական ինստիտուտ էր, այնտեղ բան էլի երաշխավորական կետեր էին տվել, թե ինչա պետք անել եւ այդ ռեկոմենդացիաներից մեկը որ ուղղված էր Ամերիկային, policy paper-եր էլի գրած էր համոզվել, որ անգամ իշխանապողության պայմաններում ինչ հաջորդ իշխանությունն գա Հայաստանում շարունակելու է հավատարիմ մնալ դեմոկրատական, որդեգրված դեմոկրատական ճանապարհին։ Անգամ եթե ինչ-որ բան լինի։ Այնպես որ այդ փոփոխությունը ես չեմ տեսնում։ Ընդհակառակը ինքը ամբողջությամբ կանաչ լույս ունի բանից, արևմուտքից, որտեղ էլ այդ կանաչը մի քիչ դեպի դեղին է խփում, ինքը համոզում է, ինչը որ արեց այդ ԵԽԽՎ-ի բանում, ելույթում անցած շաբաթ, համոզում է, որ չէ, այս դեղինը կանաչացրեք, այ տեսեք, ես ձեզ այսքան օգուտ եմ տվել, այսքան փորձանքներից եմ բրծացրել, դեղինը փոխեք կանաչ սարքեք, որ շարունակեմ կանաչ ճանապարհով երթևեկել հանուն ձեզ։ Հիմա այստեղ եթե շարունակենք վերլուծել, կարծում եմ անխուսափելիորեն հետեւյալ հարցն է առաջ գալիս, որ ինչպես գիտենք եւ ինչպես մեր զրույցի ընթացքում նշեցինք, Նիկոլ Փաշինյանը փաստացի իր անձը, իր քաղաքական գործոնը կապում է այս գործընթացի հետ։ Ուզում ենք խաղաղության գործընթաց անվանենք, թե թրիփի ծրագիր եւ Վենսն էլ կապեց Փաշինյանին այդ ծրագրի հետ, ասեց այս այն տղան է, որ կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել։ Հիմա ձեր կարծիքով ընդդիմությունը ինչպես պետք է լուծի այս պատկերավոր ասած գործյան հանգույցը, եւ երկրորդը ես ինչ եմ ուզում հատկապես հասկանալ, քանի որ շատերն են կարծում, որ կոլաբորացիոն ռեժիմ է, հա, այս զրույցի ընթացքում է նշվեց, որ Փաշինյանը համագործակցում է, այսպես ասած, Ադրբեջանի, Թուրքիայի հետ, այդ հայտնի պատմական փորձի հետ համեմատելով։ Ինչու է որ այս պրոռուսական դավադրության նարատիվը պարարթող է ստանում մեզանում Հայաստանում, բայց պրո-թուրքական, պրո-ադրբեջանականը ոչ։ Հա, լավ հարց տվեցիք։ Պատճառը էլի քարոզչական բանի մեջ է։ Հայաստանում հակառուսական քարոզը ինքը ունի կամ լավ հակառուսականությունը որպես սենտիմենտ քարոզը միջոց է այդ սենտիմենտը ուժեղացնելու, թուլացնելու, կապիտալիզացնելու ինքը երկար պատմություն ունի։ Ինքը սկսում է 19-րդ դարից։ 19-րդ դարի երկրորդ կեսից հայության ընդհանուր ազգային զարթոնքի հետ օրինակ այդ Հայաստանն առանց հայերի այդ արտահայտությունը ես եւ ինձ հայտնի այլ գիտնականներ երբևէ չենք գտել դրա սկզբնաղբյուր։ Լավ, հետաքրքիր բան ասացիք։ Չենք գտել երբևէ, բայց փոխարենը ես գտել եմ, որ դեռ 19-րդ դարի վերջին 20-ի սկզբին արդեն կար այդ հիշատակումը հայոց մեջ։ Ասում էին փոխարկանացել Հայաստանն առանց հայերի։ Եվ լիքը այլ բաներ գալիս են շատ երկար պատմություն ունեն։
Հակաթուրքականությունը ինքը բայց իհարկե ամենակարևորը վերջին տարիներն են, հա, վերջին 30 տարին 88-ին էլ ա եղել լուրջ հակառուսական տրամադրություն, ընդունված է 88-ի շարժումը համարել բացառապես Ազգային Ղարաբաղյան, մեծ չափով դա ճիշտ է, ինքը տիրապետող դոմինանտ առումով էր Ազգային եւ Ղարաբաղյան Արցախյան, բայց այնտեղ կար նաեւ հակառուսական, հակասովետական էլեմենտը, այսօր ասենք սերունդը չի հիշի, բայց հələ 1965 թվականին մարդիկ տրամվայի մեջ ռուսերեն խոսացող մարդ էին տենում, ասում են, հայերեն չեք խոսում։ Դե նորմալ է, բայց ազգային արմատներին վերադառնալ։ Նորմալի, չնորմալի մասին չենք խոսում ենք այն ինչ որ կա։ Համենայն դեպս առնչությունը ռուսների հետ էր, լավ, այսպես ասեմ, տարբերությունը հասկանայի, որովհետեւ գնահատականի մասը չի խոսքը։ Թուրքերեն խոսացող Հայաստանում չկար էլ, որ ասեին, ես խիչես հայերեն խոսում, խես թուրքերեն խոսում։ Սովորաբար ինչ որ մեկը դու ավելի շատ ես առնչվում։ Այդտեղ նեգատիվ բանի ակումուլյացիայի, նեգատիվ տրամադրության ակումուլյացիայի հավանականությունը ավելի մեծ է։ Շատ է շփվում, խոպան ես գնում այդ երկիր, մի քանի հոգի է խոպան գնում Ռուսաստան, քանիսը Թուրքիա։ Պարզ անդե մի բան այն չի, լոն բիզնեսը թխլում են, նեղացնում են, գայշնիկը կայնացնում են, բան դուրս չի գալիս։ Այսա գումարվում է իրար։ Մի հատ էլ Լենին Քեմալ բանը ցախ պատմական նարատիվները, մի մասը ճիշտ, մի մասը սուտ, մի մասը կիսաճիշտ, եւ դառնում է մի հատ այսպես լավ թոթալ ֆունդամենտ։ Թուրքականության դեպքում, հակաթուրքականության դեպքում ինքը վերջին անկախության տարիներին սիստեմատիկ երբեք չի վարվել։ Հակառուսականությունը վարվել է արևմուտքի կողմից, մասամբ նաեւ հենց Թուրքիայի կողմից։ Հակաթուրքականություն չի եղել։ Ինքը այդպես որպես ընդհանուր մետամակարդակում թևածող սենտիմենտ բառը ժողովրդի մեջ եղել է թուրքը նույնիսկ ասենք վիրավորական խոսք է, չէ՞։ Բայց քաղաքական իմաստով երբեք չի եղել, ընդհակառակը իշխանությունները նաեւ դա ավելի վտանգավոր են ինչ որտեղ համարել, որ հանկարծ մեզ չասեն ռասիզմ, մասիստ բան, քան նույնիսկ հակառուսականության դեմ առնելը։ Հակառուսական կուսակցություն կար, որ Երևանում շենքշինություններ գրավել, շարունակում էր գործել։ Հետո հարմար ճշնամու կերպար, ես չեմ պաշտպանում իհարկե Ռուսաստանին, բայց կարելի է շատ մեղքեր ասել այլակ Ռուսաստանի պատճառով, չէ՞ որ։ Ձեր մյուս հարցը ինչպես լուծել Գորդյան հանգույցը։ Հա, այդ շատ կարևոր հարց եք տալիս։ Տեսեք, ընտրություններում ձայների որևէ մի ընտրությունը բոլոր ժամանակներում, երբ որ կան այս տեսքով ընտրություններ ժողովրդական զանգվածների ներգրավմամբ, ընտրությունների արդյունքները իրանք երբեք միապատճառ չեն լինում։ Դրանք լինում են հետևանք ավելի համակարգային գործոնների, ավելի պարզ ասած խառը գործոններ իրար գումարվելով, մեկը ստանում է 27%, մեկը 18, մեկը 40, մեկը եսի ինչքան։ Եվ հիմնականում պատկերը, ստրուկտուրան պարզ է լինում արդեն ամիսներ առաջ։ Օրինակ մոտապես այսօր արդեն պարզ է, մրցաշարային ապսակ, այսպես ասենք։ Ես չեմ ասում, որ ընդդիմությունը չպետք է հիմա քարոզով զբաղվի, չպետք է բացատրի, որ դա թրիփ չի, դա Զանգեզուրի միջանցք է, դա էս չի, դա այն չի։ Միանշանակ պիտի անի, բայց առաջնահերթությունը արդեն մի 2 ամիս է մնացել, ինչ է մնացել։ Առաջնահերթությունը մտածել մոբիլիզացիոն եղանակներ ընդդիմադիր ընտրազանգվածին ընտրությունների տանելու, որովհետև հատկապես Հայաստանի Սահմանադրության ընտրական օրենսգրքի պայմաններում ընտրությունները այդքան գաղափարների մասին չեն, ինչքան դու կարողացար քո մարդուն այնտեղ տանել, թե չէ։ Ինքը մի քիչ ավելի մաթեմատիկայի է հասցված, քան կոալիցիա, գաղափարներ, այն որ ասենք չեմ 2% տարածի ձեննել հաշիվ լինի գնան սկսեն իր հետ էլ բանակցել, թե ինքը քո մարդը կգա, հիմա չեք կարծում, որ այդ մնացած հատվածին բերելու խնդիր կա։ Քո մարդը այսպես կգա։ Չէ, այդքան էլ այսպես թե այնպես չի, չէ, իշխանական ընտրազանգվածն է, այսպես թե այնպես, իրենք ավելի մոբիլիզացված են, որտեղ նաև ունեն ատելության կերպարներ, բաներ, անդիմությունը էլ տարազույց չունի, դա իշխանությունն է, բայց sense էլի կիսատ պրատ, անդիմությունը նույնիսկ ինքը իր ներսում ունի ատելության կերպարներ, sense մեկը մյուսի հանդեպ։ Եվ անդիմադիր ընտրազանգվածները մեր պես կիսաբռնապետական դեպի ֆուլ բռնապետություն անցնող երկրներում միակ միշտ ավելի ապացիկ են լինում։ Դա տենում են ինչա կատարում, ասում են լավ։ Մեկը sense է մնալու է, սաղ որոշած է բան եւ այլն։ Հետևաբար չեմ ասում, թե առաջնային չի քարոզչական աշխատանքը, բայց նաև ես տեսնում եմ մի տեսակ պաշտամունք քարոզչության, մեդիա էֆեկտների, պոպուլիզմի, ով ավելի
այսպես տեխնիկական իմաստով որակյալ լուսավոր ռիլ կնկարի, մի քիչ պետք է այս ֆետիշից դուրս գալ։ Ի վերջո ընտրությունները դրանք մոբիլիզացիոն արշավներ են եւ այս բան արդեն առաջնային պլան պիտի գա շտաբային աշխատանքը։ Շտաբերը պիտի գործեն, սկսած մարդկանց իրազեկելով, օրինակ որ գնան ցուցակները նայեն։ Հոգա գնաց ձեր տան վրա 18 հոգի գրանցած է։ Այսինքն դա ինչ-որ մեկը պետք է գնա բզի, չէ՞, իշխանությունը չի բզելու։ Իշխանությունն է 18 հոգուն լեվի բերել գրանցել։ Օրինակ սա շտաբային աշխատանք է։ Հուսա ոչ մի կապ չունի ինչքան ռիլ կնկարես, որի մի մասը իսկի տեղ չի էլ հասնում այդ մարդուն։ Բայց այ որ գնաց դուրը ծծես, ասես նախնական ցուցակները արդեն կախած է, խաբարեք, մի հատ նայեք, ես իմում բերած չլնեն գրանցած են ձեր տան վրա։ Ինքը կգնա կնայի, ոսի ոնց մեր տան վրա մարդ են գրանցել։ Եվ նույնն էլ կազմակերպումը։ Բայց գիտեք ինչի իրենք վաղաշաբաթի ընտրությունները որպես նախադեպ օգտագործեցին մարդկանց վախեցնելու համար, որ հանկարծ չփորձեք ընտրատեղամաս մարդ տանել։ Մարդը տանում եմ։ Հետի բռնանալ չի։ Սաղ աշխարհում են, անում Ամերիկայում ավտոբուսը գալիս է, տարեցներին հավաքում տանում են։ Դու բացեն նայեն ինտերնետը։ Հատուկ դրա համար, որովհետև իրանք էլ են հասկանում, որ ստեղ արդեն էլ էական չի, ինչ եղել այս 5 տարում, ինչքան քարոզ, թեզեր, նարատիվ, հա այնտեղ կարող է պլյուս մինուս մի տոկոս, մի 200 ձեն, 300 ձեն, այս կոմ գնա, կախված ասենք քարոզչության ուժգնությունից, բայց ավելի էականը արդեն քաղել այդ պտուղները, ինչ որ ցանել ես, այլ ավել չես հասցնի ցանելը մի ամիս է մնացել, բայց ով ինչքան կկարողանա քաղել, էս է էականը։ Եվ քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, 1-2 հարց փորձենք ավելի համառոտ ամփոփել կարևոր հարցեր են եւ ամփոփենք մեր ընդհանուր զրույցը, պարոն Էլբակյան։ Ես կուզենայի անդրադառնալ ընդդիմադիր ուժերի հիմնական այսպես ձևավորվող այդ բևեռների, թողինցների մյուս ուժերը, բայց առաջին հերթին իհարկե ուժեղ Հայաստանը Սամվել Կարապետյանի Հայաստան դաշինքը, որը հայտարարեց այսպես նորացված կազմով մասնակցելու մասին առաջարկ Հայաստանի եւ այլ եւ այլ։ Այսինքն ինչպես նշեցին, խաղաղության իրենց տեստականներն են առաջ քաշում, իրական երաշխիքներով խաղաղություն, ուժեղ խաղաղություն, երաշխավորած խաղաղություն։ Դրանց այդ անվտանգության ծրագրերին ինչպես է վերաբերվում։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, եւ Իշխան Սաղաթելյանը դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչան գծեց, որ մենք գալիս ենք ոչ թե պատերազմ բերելու, այլ պատերազմը կանխելու եւ մեր առաջարկը արժանապատիվ խաղաղությունն է։ Ըստ այսինքն կարող է ընդդիմությունը իսկապես այլընտրանքային տեստական առաջարկել ընդհանուր խաղաղության հաստատման կամ անվտանգության մարտահրավերների դիմագրավման, որը նաեւ արձագանք կգտնի ընտրողների շրջանում։ Խնդիրն է, որ դա այլընտրանքային չի սահմանման, դա հենց խաղաղության մասին է, որտեղ որ ասում ենք այլընտրանքային, այդ արդեն իսկ կանխենթադրույթ է, տակը դվիժոկ է պատտվում, որը մեզ պատմում այն մասին, որ իշխանությունը ունի ինչ-որ իր տեսլականը խաղաղության։ Մի հատ էլ այլընտրանքային իշխանությունը չունի խաղաղության տեսլական։ Իշխանությունը ունի Հայաստանի մահվան տեսլական, որը ներկայացնում է պես խաղաղության, որովհետև համաձայն եք մի քիչ մոդ բաներ են, չէ՞, այսինքն դագաղում շատ բան է, խաղաղ է։ Արիևի օրակարգն է։ Այո, դրա համար եկեք ընդդիմությանը չանվանենք այլընտրանքային, անվանենք հենց առաջարկ խաղաղության։ Ես այստեղ ավելի տխուր խնդրեմ եմ տեսնում, որը կա 2020-21 թվականներից դեռ։ Ընդդիմությունը ունի լուրջ կաշկանդում, պարտադրված հանգամանքների բերումով կաշկանդում։ Բոլորս հասկանում ենք, որ իրականում պատերազմ հնարավոր է ցանկացած պահի։ Այո, այս իշխանությունների լինելիությունը եւ Հայաստանում դե ֆակտո իշխելը մեծացնում է այդ հավանականությունը, բայց անգամ իրենց հեռացնելու, իրենց փոխելու պարագայում հավանականությունը մնում է, որովհետեւ պատերազմը ծագում է ի վերջո Ադրբեջանի ցեղասպանական նկարտումներից։ Բոլորս հասկանում են, բայց քանի որ ворթեգրված է էլի պարտադրանքի բերումով ընտրական ճանապարհը իշխանափոխության, այսինքն դու կարիք ունես քվեի եւ մի հատ դու ունես Դամոկլյան սրի պես քո գլխին կախված այդ սպառնալիքը, որ այ տեսեք դու պատերազմ եք բերում, դու պետք է ինչ-որ այդ նեղ միջանցքում փորձես բան անել, կողմնորոշվել։ Կա սրա հակառակը, քանի որ դուք սիրում եք պատմական օրինակներ, ես էլ եմ սիրում։ Այո։
Կա Չերչիլի, հա, նկատեց։ Կա Չերչիլի ելույթը լեգենդար 1940 թվականի, որ կներեք ոչինչ չունեմ ձեզ առաջարկելու, բացի արյունից, երկաթից, կրտինքից։ Եվ նաև այդ քաղաքական անկեղծության շնորհիվ կարողացավ մոբիլիզացնել բրիտանացի ժողովրդին, անգլիացիներին, տոկալու այդ պատերազմական արհավիրքներին, այդպես Լոնդոնի մետրոյում անկուն գիշերներ անցկացնելու եւ վերջո հաղթելու։ Չեմբերլենի այդ լիարժեք ի հակադրություն Չեմբերլենի հայեզես խաղաղություն են բերել այդ բանի տխրահարճակ պերֆորմանսի։ Հիմա Հայաստանի վիճակը մոտավորապես այդպես է։ Բայց որ պարտադրված է այս սիստեմային կանոնները, ոչ մեկը չի կարողանում կանգնել դա ասել, որ ժողովուրդ ջան, գիտեք, բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց ինքը ցանկությունով չի, ինքը կարողանալով է։ Այս իշխանությունները եկել են, մենք ձեզ չենք մեղադրում դրանում, փաստ ենք արձանագրում։ Այս իշխանությունները եկել են, երկիրը գցել են թուրքական լծի տակ։ Լծից ազատագրվելը երբեք հեշտ, անկորուստ ու փափուկ չի լինում։ Ոնց որ երբ որ արդեն հիվանդ ես, դու պետք է սրսկենել, պետք է, չգիտեմ, կոլոնոսկոպիա անեն, պետք է նարկոզ տան, պետք է հիվանդանոցում պարկես, ոչ թե տանը քո համար կամ գործի տեղը։ Չարչարանք է, չէ՞։ Բայց դու ինգել ես արդեն, պետք է քաշես։ Հասկանում են սա բոլորը, կամ գրեթե բոլորը, հատկապես փորձ ունեցողները, բայց ասել չեն կարող։ Արդյունքում ինչ բան կիսատ է մնում։ Այդ կիսատությունն էլ հնարավորություն է տալիս իշխանություններին այդտեղ մանիպուլացնելու։ Դրա համար եթե քաղաքական ուժերը դա չեն կարողանում ասել հայտնի պատճառներով, որովհետև քվեի կարիք ունեն։ Միգուցե պետքա որ մենք դրա մասին ասենք։ Որ Ժորժ ջան, ոնց որ 2021 թվականին ոչ մեկը չէր կարողանում լիաթոք խոսել Արցախի օկուպացված կտորների ազատագրման մասին, որտեղ կվախենայիք պատերազմից չէիք ընտրի, ոնց որ հիմա առհասարակ, այսպես սիմվոլիկ մի երկու տեղ հիշատակում են Արցախ բառը, բայց նաև նույնիսկ ազգային ուժերը նախընտրում են մի քիչ բան անել, խուսանավել, որ հանկարծ ժողովրդի մոտ էլի վախի տրիգերները չաշխատեն, բայց իմացեք, որ իրենք այդ ասեն, չասեն, այդ պատերազմը բերել են սրանք, իրանց օրոք դրա հավանականությունը միանշանակ ավելի բարձր է, առանց իրանց նույնպես հավանականությունը կա, որովհետև իրենք նախադրյալներ են դրա համար ստեղծել, իրենց որ հեռացնել, այդ նախադրյալները իրանք շարունակում են ծլել, ծաղկել։ Ժամանակ է պետք լինելու, որ դրանք արմատախիլ արվեն։ Հետևաբար ստեղ ընտրությունը խորքային առումով այդ կլինի այս ընտրություններին, այդ կլինի ընտրությունների հաջորդ օրը, որովհետև պետություն ունենալը, ոնց որ մի գիտնական ասել, դա ամենօրյա ռեֆերենդում է։ Ազգը ամեն օր գնում է այդ ռեֆերենդումին, այլաբանորեն որոշում է ունենա թե չունենա։ Հիմա մենք 2020 թվից, 18 թվից, ինչ որ կուզեք, ամենօրյա ռեֆերենդումի մեջ ենք, ի վերջո մենք ուզում ենք ազգային պետություն ունենալ, թե չենք ուզում։ Սրա մասին է վերջո խոսքը։ Իհարկե, բայց որովհետև տարբեր պատկերացումներ կան։ Այն պահից, երբ որ ասեցին 10,000 հոգու, հետո այդ թիվը սկսեց երկրաչափական պրոգրեսիա աճել 20,000 դառավ։ Շրջափակումից հանելու համար, շրջափակման վտանգի մեջ չդնելու համար մենք հայրենիք ենք հանձնել։ Այդ օրից Հայաստանը դադարեց գոյություն ունենալ որպես ինքնիշխան միավոր, որովհետև ցանկացած ազգային պետություն, եթե ինքը պետություն է, ինքը պահում է բանակ որպես միջոց այդ պետության անվտանգության համար, պետության անվտանգությունը բարձրագույն արժեքն է, բանակը միջոց է, բանակում ծառայողները նույնպես։ Հիմա որևէ քաղաքական ուժ չի կա սա ասի ցավոք մտքում ունեն, չեմ ասում չեն կարող, որտեղ չեն հասկանում, բայց չեն կարող, որտեղ ձայն կկորցնեն։ Ես կասեմ, որ պահից որ ասվեց, որ մենք զինվորների կյանքը փրկելու համար հայրենիք ենք հանձնել, այդ պահից Հայաստանը պրծավ, որտեղ եթե գերագույն նպատակը գերագույն միջոցը չէ, թե գերագույն նպատակը զուտ զինվորի կյանքը փրկելն է, ես ավելի լավ ձև կարող եմ ասել, լուծարեք բանակը, լուծարեք պետությունը։ Միլիոնավոր կյանքեր կփրկվեն դրանով։ Եկեք ազգովի ուղղակի թողնենք ստեղից գնանք։ Որովհետև զինվորի գործը այսքան հայրենիքը փրկելն է։ Այդ հասկացությունները տեղերով փոխվում են, չէ՞։ Խաղաղություն, անվտանգություն խաղաղության միջոցով, ոչ թե խաղաղություն անվտանգության միջոցով հիմա։ Այո, բանակ հանուն հայրենիքի եւ զինվորական, զինվոր, սպա, չգիտեմ, խի միշտ էլ զինվոր են ասում, տպավորության ոնց է սպան մարչի կամ սպային մեր չի բերել։ Իրանք էլ իրանց հերթին բանակային միջոց են բանակի ծառայած նպատակի համար, այսինքն հայրենիքը պաշտպանելու։ Էլ եմ ասում, եթե
դա է դրվում գերագույն նպատակ։ Եկեք այս ամեն ինչ ուղղակի լուծարենք։ Հիմա դրա համար եմ ես գալիս այն ամենափիլիսոփայական հարցին։ Մենք 20 թվականից սկսած, գոնե նոյեմբերի 9-ից ամենօրյա ընտրություն ենք կատարում։ Մենք ուզում ենք պետություն ունենալ, այսինքն նաև գնալ դրա համար զողողության։ Բոլոր պետություններն են դրա համար գնում զողողության։ Հիմա Ամերիկան չի գնում, հիմա ամերիկացի զինվորներն են զոհվում։ Ռուսաստանը այն օրը էլի բանին էին հիմա էլ խփել, Կրասնոդարին։ Բոլոր պետություններն են դրա համար գնում զողողության։ Որոշ տասնամյակներ մի քիչ ավելի քիչ կամ գրեթե զրոյական, հատկապես մարդկային կյանքի առումով, բայց երբեմն ավելի շատ։ Իսկ Իրանի պատերազմը կարող է ինչ որ այսպես ասած պատկերացումներ կամ կանխատեսումներ ունեք ինչպես եւ ինչով կավարտվի եւ Իրանի օրինակը ինչ դասեր է տալիս, որովհետեւ եթե հաշվի առնենք, որ Իրանը փաստացի միայնակ է այսպես։ Իհարկե Ռուսաստանը ասում են, որ օգնում է այսպես խորհրդված Չինաստանը օգնում է, բայց բացի իր պրոքսի որոշ ուժերից տարածաշրջանում մեծ հաշվով ինքը միայնակ է եւ այսպես ուժեղ դաշնակիցներ չունի, սա ինչ օրինակ է մեզ տալիս։ Կանխատեսել չեմ կարող, ի տարբերություն ամառային պատերազմի շատ ավելի կանխատեսելի էր, որտեղ ակնհայտ էր, որ այնտեղ հետախուզական բաղադրիչը նպատակադրման մեջ ավելի շատ է եւ բարձր էր, որ ողջամիտ, այո, ռազմավարական ինչ որ ողջամիտ ժամկետում ինքը ավարտվելու է։ Դա գրածել ունեմ այդ մասին, այդ օրերին, որտեղ կանխատեսելի էր, այդ ռիսկին գնացել եմ, գրել եմ, մեծ մասամբ կանխատեսումը աշխատել է։ Նաեւ այնտեղ գրել էի, որ դասեր են քաղելու երկու կողմն, թույլ մասերը փորձելու են իրենց շուտկել, փակել, ուժեղացնել եւ նորից է լինելու։ Եղավ նորից։ Հիմա մի քիչ արդեն դժվար է կանխատեսել, որովհետեւ մասշտաբն է մեծացել, անկանխատեսելիության գործոնը էականորեն աճել է, կան մարդիկ որելի անում են կանխատեսումներ, Աստված իրանց հետ։ Այսինքն ես արդեն կանխատեսելիության հորիզոն իրականում չեմ տեսնում։ Նամանավանդ որ առնվազն Ամերիկան չեմ ուզում ասել փակուղային, բայց ակնհայտորեն իր կանխատեսածից տարբեր ընթացքով է պատերազմը գնացել եւ հիմա ինքը հնդածս նոր, այսինքն պլաններ է մշակում, այսինքն եթե հարձակվող կողմից մեկը թարազույց չգիտի ինչ անի, ես ինչը կանխատեսեմ, որ փոփոխական է, եթե այդ փոփոխականը հորինող է, հələ չի հորինել փոփոխականը։ Իսկ դաս ինչ պետք է քաղենք։ Նախ այո, որ պետք չի մենակ մնալ, չի ասի թե Իրանը լրիվ մենակ է, բայց հասկացա ձեր պնդման ոգու հետ համաձայն եմ, որ պետք չի այո նման իրավիճակում հայտնվել եւ ամենակարևորը, որ ցավոք մեր հետ է պատահեց ավելի շուտ, քան Իրանի, բայց մեր հետ էլ է պատահել։ Եթե դու չունես առաջանցիկ զարգացման ռազմավարություն, ավելի պարզ ասած, եթե դու ինքդ չունես հարձակվելու պլաններ, նախահարձակ լինելու կամ հակահարձակ լինելու, եթե դու ռազմավարական փակուղու մեջ ես, վաղ թե ուշ այդ պարտության ուխտը չոքելու է դրանդ։ Մենք այդ փակուղու մեջ ենք 1994 թվականի մայիսի 12-ից։ Իսկ մեր ամբողջ փիլիսոփայությունը պաշտպանողական էր։ Պաշտպանվենք, այսպես կոչված անվտանգության գոտին ազատագրված տարածքները իրականում որպես միջոց օգտագործենք, եթե հանկարծ հարձակվեն, հաբեցխի պիտի հարձակվեն։ Մենք կզանգենք Ռուսաստան, կասենք, այս ինչ խոժանություն է կատարվում, մենք պայմանավորվել ենք, չէ, 5 շրջանը, մենք պատրաստ ենք տալ, սրանք են հարձակվել։ Դե ուրեմն լավ, այդ դեպքում մենք էլ պաշտպանվում ենք։ Միգուցե նաև ինչ որ հակահարձակողական բաներով, բայց ամբողջ մեր փիլիսոփայությունը ինքը պաշտպանողական էր։ Չկար այնտեղ պլան ստեղ մտնելու, ունդե մտնելու, սա էլ վերցնելու կամ Ադրբեջանը ինչ որ ներսից քանդելու, Ադրբեջանում պրոհայկական իշխանություն բերելու, չկար։ Մենք մեր խրամատները ոնց որ հին ժամանակներից միջնադարից մեր իշխանները ասում էին, հալա մենք մեր բերդերը նստենք, ով պետք է գա։ Նա արդյունքում տակը բան չմնաց։ Ով էլ որ եղել է աշխարհակալ, իրանք ունեցել են արտասահմանյան փորձ։ Ասենք Արտաշես առաջինը Սելևկյան բանակի զորահրամանատար էր, Տիգրան Մեծը երկար ժամանակ Պարթևական արքունիքում ճոգել էր, որ չէ, եթե դու մնում ես այդ քո լեռներում, գալու են մի օր գրավ են, ավելի լավ է հələ մի հատ դուրս գաս, տենաս ինչ ես կարողանում անել։ Դուք եք սիրում պատմական օրինակներ, փաստորեն։ Հա, դե իրար հետ ճանճացենք, ջան լսենք։ Այո։ Հետաբար ամենամեծ խաղալիք դասը, որ ի վերջո կռվի մեջ, եթե դու չես բոքսում, անընդհատ պաշտպանվում ես, ինչքան է լավ պաշտպանվես, ինչ որ մի պահի թեկուզ կես հարված քեզ կհասցնեն ու զուտ հոգնածությանդ բերումով դու կընկնես։ Այդ ուխտը մեր դրանը չոքեց, գիտեք, երբ որ չոքեց, ապրիլյան պատերազմով այդ չստացվեց, բայց ի վերջո 20 թվական, 23 թվական
Իրանի դեպքում անցած տարվա ամառային պատերազմ, հիմա արդեն էս մեկը, կարող այս մեկը օրինակ վաղ չեմ սրա ավարտվի։ Տրամպն է, հելավ ասեց, «Всё»։ Ես հիացած եմ Իրանի դիմադրությամբ, իրանից հեռու չի դեպ։ Հիշեցնեմ, մենք հաղթեցինք նախորդ հրադադարի ժամանակ որ ստատուս էր գրել, վերջում գրել էր Աստված օրհնի Իրանը։ God bless United States of America, God bless Israel, God bless Iran։ Ի վերջո եթե ասենք դրամաբանենք ինքը սահմանափակ բնույթի ռազմական գործողություններ են եւ հա հենց վաղը կարա զարթնի ասի վերջ ասի հիացած եմ իրանցի ժողովրդի նաեւ կորովով բանով խոսել եմ Նետանյահուի հետ ասել եմ էլ չարություն չանես պատերազմը պրծածա իրոք հերո չի էլի Իրանից բայց հասկանում ենք չէ որ դա կլինի այդ ինչ որ անեկդոտային կողմը դրանով չի ավարտվելու հիմա Իրանը ինչ անի հաջորդը երբ է 3 ամսից 4 ամսից իրենք չունեն այդ ռազմավարական փակուղուց դուրս գալու ճանապարհ ինչ անեն մտնեն ոնց որ ժամանակին Սադամը փորձեց Քուվեյթը մտնեն գրավել Իրաքը ինչ անեն որ խաղը շրջվի այդ ամենակարևորը որ դու ռազմավարական փակուղու մեջ չընկնես երբեք բայց ամենակարևոր հարցը որպես ամփոփում քանի որ մենք սկսեցինք պատերազմի սպառնալիքներից եւ պատերազմի սպառնալիքների շարժումից ինչ մարտահրավերներ ընդհանրապես այս տարածաշրջանային մերձավոր արևելյան պատերազմը Իրան-Իսրայել Միացյալ Նահանգներ առաջացնում Հայաստանի անվտանգության եւ գոյության համար եւ որքան է բարձր հավանականությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի պատերազմի մեջ ներքաշվելու եւ հետեւաբար դա ինչ որ կերպ դրա պատճառով Հայաստանին այս ամենի մեջ ներքաշելու կամ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու այս հարցով ամփոփենք ես պատշաճ չեմ համարում այս տեսակ լուրջ վերլուծական տվայտանքների մեջ ընկնել երբ Հայաստանի թիվ 1 անվտանգային սպառնալիքը Հայաստանի դե ֆակտո իշխանություններն են դա զուտ մաթեմատիկորեն նշանակում է որ ցանկացած զարգացում ոչ օպտիմալ է Հայաստանի համար ցանկացած զարգացում Հայաստանի պոտենցիալ բարիդրացիական երկիրը կուժեղանա, կթուլանա, ոնց պատտես, եթե դու ներսում չունես ազգային շահ սպասարկող իշխանություն, եթե քո խնդրեմը ներսում է, ցանկացած զարգացում քեզ համար խնդիր է։ Դրա համար նստել ինչ որ դեմքի լուրջ արտահայտությամբ քննարկել SNN, երբ մեր ներսում էս վիճակն է, իրոք անտեղի է։ Անեկդոտ պատմենք լավ է դեպքում։ Բոլոր անեկդոտները պատմված են, բոլոր երկերը երգված են։ Չէ, եկեք իրոք կենտրոնանանք մեր ներսի վրա, աշխատանքի վրա։ Չէ, բայց տրամաբանական հարց է, այսինքն ինչ մարտահրավեր առաջացնում է սպառնալիքա մեծ թե չէ, որովհետև Նախիջևանին հարվածեցին, տարածաշրջանը վակուումիզացվում է։ Սպառնալիք է, տարածաշրջանը ուժային վակուումիզացիայի է ենթարկվում, պոտենցիալ լցնողները թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Բայց ես ինչի այդքան էլ տեղին չեմ համարում սրա մասին խոսելը, որ ասենք եթե կռիչը ծակ է, հիմա այդ ծակի տրամագիծը մի քիչ մեծանում է, մի քիչ փոքրանում է, միևնույնն է գալիս է անձրև, որը լցվում է տուն ու այսինքն նորմալ կենցաղվարության հետ անհամատեղելի վիճակ է ստեղծում։ Այդ ծակի տրամագիծը չափել ինքը մի սանտիմետր մեծացավ, փոքրացավ, իրոք ես չեմ հասկանում այդ զբաղմունքը ինչ է տալիս։ Այո, կա այդ սպառնալիքը։ Թուրքերը խոսան ամերիկացիների հետ, ասեն, բա այն որ քեզ ասում ենք պետք է այս միջանցքը բացել, դրել ես թրի հայերի բան ես անում։ Ուզում ես յանի հայերին էլ մի քիչ չնեղացրած չլնես, տեսա որ պետք է մտնում ենք բացենք։ Կարա լինի։ Բայց դա կարա լինի նաև առանց իրանական պատերազմի, դա կարա լինի նաև եթե Իրանը ջոխ-ջոխի հաղթանակի հասնի իր թշնամիների հանդեպ։ Միևնույնն է կարա լինի, որովհետև մեր առաջնային խնդրեմը երկրի ներսում է։ Շատ լավ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի եւ կարծում եմ, որ օգտակար խորհրդատվության ռեկոմենդացիաների համար։ Ձեզ շնորհակալություն։ 160 թեմի հարգելի հետևորդներ, ինչպես հասկացանք եւ բարձեցինք այսօրվա մեր զրույցից, պատերազմ իհարկե պատերազմի հարցը շատ է շարքում եւ ռազմական սպառնալիքների, բայց այն կարող է լինել ցանկացած բայի եւ այս իշխանության մնալու դեպքում դրա հավանականությունը ավելի բարձր է։ Կա վտանգ, որ ընտրությունները նախապես արդեն կեղծված են եւ ամեն իշխանության պարտականությունն է դեմոկրատական ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելը, ոչ թե ասենք այլ բաներով զբաղվել եւ արտաքին սպառնալիքներին, այդ թվում ռազմական սպառնալիքներին դիմագրավելը դա ամեն իշխանության, ամեն կառավարության պարտականությունն է, ոչ թե սեփական ժողովրդին հանրությանը պատերազմով վախեցնելը։ Մենք զրուցում ենք քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ, կհանդիպենք։